Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է Գաբրիել Սնդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Մկրտչյանը։ Բարև ձեզ։ Վանաձայնի եթերում մենք պարբերաբար անդրադառնում ենք ձեր թատրոնի գործունեությանը եւ ուրախ եմ, որ այսօր էլ ունենք այդ հնարավորությունը։ Իսկապես շատ հարուստ է ձեր թատրոնի ընթացքը, գործունեությունը, ներկայացումները, տարբեր տեսակի ծրագրերը, նույնիսկ չգիտեմ էլ որտեղից սկսենք եւ ինչպես տանենք ընթացքը, սակայն ուզում եմ սկսենք հենց կրթական ծրագրերից, որովհետեւ թվում է թե թատրոնը պետք է իր բուն գործունեությամբ բացառապես ներկայացումներ, նոր ներկայացումներ, առաջնախաղեր, դրանց ընթացքի կազմակերպում, սակայն Գաբրիել Սնդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կարևոր ուղղություններից մեկն է նաև կրթական ծրագրերը, սերունդ կրթելը, ոչ միայն բեմում, այլ նաև կից տարբեր հարթակներում։ Դասական ծրագիրը արդեն մեծ ճանաչում ունի եւ այն ձեր թատրոնինն է հենց։ Ինչ ունենք այս ուղղությամբ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես նույնպես կարոտել էի Վանաձայնի ինձ հարազատ դարձած ունկնդրին եւ այսպես ասած շատ բաներ են կուտակվել, որ ես էլ սիրով կուզեի փոխանցել։ Շատ ճիշտ նշեցիք կրթական ծրագրերի մասով, դասարան գումարած դասականը մեր հիմնական ոչ ֆորմալ կրթական ծրագիրն է, որը տարեց տարի զարգանում է եւ պարզապես հիացնում է եւ մեզ կազմակերպիչներիս, ինձ որպես ծրագրի հեղինակ եւ լայնացնում է իր շրջապատը։ Տեսեք, թատրոնի զարգացումը, առաջխաղացումը ես որևէ կերպ չեմ պատկերացնում միագիծ կամ միաշերտ ձևաչափի մեջ։ Եթե անգամ տեսականորեն վերցնենք, մեզ հաջողվի ստեղծել տարածաշրջանի կամ աշխարհի մակարդակով լավագույն ներկայացումներ, դա ինձ չի կարող բավարարել, որովհետև դա մի տեսակ է դառնում։ Թատրոնը, այն էլ մեր առաքելությունն ունեցող թատրոնը, ազգային թատրոնը, իր առջև պիտի դնի նաև հանդիսատեսի ձևավորման, կազմավորման, հանդիսատեսի զարգացման ծրագիր։ Իր առջև պիտի դնի սերունդների մեջ դեպի արվեստը, թատերարվեստը հետաքրքրություն առաջացնելու խնդիր։ Իր առջև պիտի դնի մասնագիտական կողմնորոշման մեջ երիտասարդ սերնդին օգնելու խնդիր եւ այլն։ Լավ ներկայացումը, մասնագիտական պրոֆեսիոնալ կյանքը իր հիմնական առաքելությունն է, իր հիմնական ճանապարհն է, բայց նաեւ այդ հիմնական ճանապարհին զուգահեռ կան այլ ճանապարհներ, ինչպես ասենք կա մայր գետը, հիմնական գետը եւ կան նրանից սնվող եւ սնող առվակները եւ այլն։ Ուրեմն հենց այս նկատառումով եւ այս փիլիսոփայությամբ մենք մոտենում այս ծրագրին։ Նախ նշեմ, որ մենք այս ծրագիրը սկսել ենք 2019 թվականից եւ ամեն տարի իրականացրել ենք այն։ Օրեր առաջ, երբ մենք 2025 թվականի ամփոփիչ ներկայացումներն էինք նայում, ես ուղղակի բառեր չեմ գտնում արտահայտելու այն հուզական, այն էմոցիոնալ ապրումները, որ մենք ունեցանք այդ օրը։ Լեփլեցուն դահլիճ, էներգետիկ առումով գերհագեցած դահլիճ եւ պարզապես փայլուն սերունդ։ Ես այս յուրաքանչյուր բառի տակ ստորագրում եմ, փայլուն սերունդ։ 70 աշակերտներ Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցներից հավաքված, թեպետ ծրագրին դիմել էին մոտ 250 եւ ավել աշակերտներ, առաջին փուլը հաղթահարեցին մոտ 110 աշակերտ, 110-ից գուցե փոքրինչ ավել, ես թվերը շատ հստակ չեմ հիշում, բայց մոտավոր այդ թիվներ, որից հետո նախազատման խմբից հետո արդեն այն մարդիկ, այն մասնագետները, ովքեր հավաքում էին դասարաններ այս տարի, նրանք արդեն ֆիզիկապես աշակերտները եկան, ներկայացան եւ նրանք ընտրեցին 60-ին։
բայց 10 աշակերտ շատ մոտ էին այդ շեմը հաղթահարելուն եւ նրանց ցանկությունը այնքան մեծ էր, որ ուղղակիորեն իրենց աշակերտական, իրենց պատանեկան ազնիվ մոտեցմամբ ես այս բառը շակերտների մեջ վերցնեմ, բայց այս բառը շատ ուրախանում եմ, ստիպեցին մեզ իրենց նույնպես ընդգրկել։ Մենք նախատեսել էինք 60 աշակերտի համար, բայց ծրագիրն իրականացրեցինք 70 աշակերտներով։ Նրանցից յուրաքանչյուրը բաժանվեցին 5 խմբերի, 12-ական եւ խաղացին փայլուն ներկայացումներ։ Դրամատիկական կուրսերին զուգահեռ մենք ունեցանք նաև մնջախաղի կուրս, ունեցանք ամենաբարդ ժանրը համարվող մյուզիկլի կուրս եւ պատկերացրեք, ծրագիրը բուն իրականացում է։ Ես նախազատման կամ դիմումների այս շրջանները չեմ հաշվում, տեխնիկական այդ հարցերը թողնենք, բուն ծրագիրը սկսվել է մարտի 18-ից եւ ավարտվել ապրիլի 5-ին։ Սա շատ կարճ ժամանակահատված է թատերական ներկայացում ստեղծելու եւ պատկերացրեք անփորձ երեխաներ, աշակերտներ, պատանիներ, ովքեր նույնիսկ իրար չեն ճանաչում, այս կարճ ժամանակահատվածում այնպիսի բարձր որակ են տալիս, որ դու որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայ մարդ հասկանում ես, թե ինչ պոտենցիալ ունի քո վաղվա օրը։ Ինչպես կարող են նրանք այդքան արագ մերվել, ինչպես կարող են համախմբվել, ինչ դիսցիպլինայով կարող են աշխատել եւ ինչ շնորհալի են։ Ուրեմն այս ամենը ես բեմից էլ ասացի, ինձ որպես ծրագրի հեղինակ առավել քան բավարարում է եւ հույս է տալիս շատ ավելի վստահ նայել վաղվա օրվան, ապագային, մի պարզ պատճառով, որովհետեւ մենք ունենք այս սերունդը, ունենք սերունդ, որը կարող է, ունակ է հաղթահարելու։ Կապ չունի այսօր նա հաղթահարում է ծրագրի խնդիրները, վաղը կհաղթահարի ավելի բարդ խնդիր, մյուս օրը կհաղթահարի շատ ավելի բարդ խնդիր, բայց նրա բնավորության մեջ, նրա էության մեջ մենք դաստիարակում ենք բազում բաներ հաղթահարելուն զուգահեռ նաև նպատակ ձևավորել, երևակայել, ցանկանալ, ձևակերպել եւ հասնել այդ նպատակին, այդ ձևակերպումներին։ Այս առումով ես պարզապես շատ ուրախ եմ եւ իրապես իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որովհետեւ ծրագիրը ամբողջապես ֆինանսավորվում է նախարարության կողմից։ Ես նաև փակման արարողությանը մեծ հույս հայտնեցի եւ ցանկություն հայտնեցի նախարարի տեղակալի մոտ ամբողջ դահլիճի առաջ, որ շատ կուզենայի ծրագիրը նաև Երևանից տանել մարզեր։ Ինչու՞ չէ նաև կարող ենք տանել Սփյուռք, որովհետեւ ինքը կայացած ծրագիր է, ապացուցված է եւ քանի որ գիտենք, որ այս ծրագիրը լավն է, օգտավետ է բոլորիս համար, կարող ենք նաև ինչու՞ չէ տալ թե մարզերին, թե Սփյուռքում գործող մեր հայրենակից։ Իսկապես անչափ կարևոր է, որ արդեն փորձաշրջան անցած 6 տարին քիչ ժամանակ չէ։ 7-րդ տարին 19-ից իրականացրել ենք։ 7 տարի շարունակ արդեն իսկ իրեն ապացուցած ծրագիրը, որ ապրելու իրավունք ունի, պարտավոր է պարզապես դուրս գալ մարզեր, պարտավոր է նաև համահայկական ընդհանուր տիրույթում նաև իրեն դրսևորել։ Գիտեք, ես ինչու եմ այս գաղափարն էլ եկավ նրանից, որ մեզ շատ էին զանգահարում մարզերից, մենք ունենք մարզերից երեխաներ, բայց այն երեխաներն են, ովքեր Երևանում ունեն բարեկամներ եւ կարող են գիշերել այստեղ, բայց շատերն են զանգահարում, որ ասում են մենք շատ մեծ ցանկություն ունենք, բայց այդ հնարավորությունը չունենք գալու գնալու, իսկ այս 2 շաբաթների ընթացքում երեխաները 24 ժամ ապրում են թատրոնում եւ նաեւ ծրագիրը ավարտելուց հետո նրանք 1 տարվա անվճար մուտք են ունենում Սունդուկյան թատրոնի միջոցառումներին, կապվում են թատրոնի հետ եւ իրենց նոր շնչառությունն են բերում թատրոնին։ Սա շատ ուրախալի է։ Գիտեք, այն, որ ձեր թատրոնում աշխատում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ,
սկսած ամենափոքրից եւ մինչեւ ամենատարեցները, նույնիսկ ավագ սերունդը, սա հետաքրքիր է, որ շատ համերաշխ է այս համագործակցությունը եւ նորերի մուտքը փակ չէ։ Այնուամենայնիվ սա կարծում եմ կարևոր հանգամանք է թատրոնի ապագան նաև տեսնելու համար, թատրոնի այսօրն ու ապագան եւ նաև այն, որ թատրոնը շատ տարբեր ուղղությունների մեջ է կարողանում դրսևորվել, նոր հարթակ, նաև այլ նոր բեմ, նոր գիծ, թվում է թե վաղուց կար, բայց վաղուց չէ, դա նորաստեղծ է, բայց արդեն այնքան դարձավ մերը, որ կարծում ենք, որ հենց այդպես էր եւ այդպես էր պետք է լիներ։ Գիտեք, ես մի ընկեր ունեմ, ով կես լուրջ, կես կատակ ասում է, նո անունով չբերեմ օրինակը, բայց ասում է, երբ որ ինչ-որ մի երևույթ վատն է լինում, ասում են դե հա, դա պետք է վատ լինի, երբ որ շատ լավն է լինում, նույն երևույթ, նույն անունը, ասում են դե հա, պետք է լավ լիներ։ Կամ էլ չեն խոսում։ Լավի մասին չեն խոսում։ Չէ, բայց լավի պարագայում համարում են դե հա, բնական է, պետք է լավ լիներ։ Վատի պարագայում ավելի գնահատականներ եւ բաներ շատ է, բայց այդ լավը դարձնելու ճանապարհը շատ փշոտ է, շատ դժվար է եւ միայն այդ լավը դարձնողները գիտեն դրա ամեն մի վայրկյանը, ամեն մի սանտիմետրը։ Ինչպես դուք նշեցիք, այո, մենք մեր դերասանական գունապնակը բավական լայն է, բավական մեծ է եւ կամ բոլոր սերնդի ներկայացուցիչները։ Նաեւ ուզում եմ ինչ դրա մասին ավելի մանրամասն խոսելը, ասել, որ մենք անցյալ տարի վերաբացեցինք մեր թատերական ստուդիան։ Ինչպես գիտեք, դա շատ վաղուց էր։ Այո, շատ վաղուց ասելով։ Եվ նույնիսկ մրցակից էր եղել թատերական ինստիտուտի հետ։ Կարևոր ավելի նախընտրել էին այդ ստուդիայում, հենց բեմին կից են, գործող դերասանների հետ են, սա կարճ ժամանակում է ավելի։ Դուք շատ ճիշտ նկատեցիք։ Տեսեք, ստուդիայի գործունեություն եղել է դեռ 20-ականների վերջից։ Այսինքն թատրոնի հիմնադրումից անմիջապես հետո, բայց առավել հետաքրքիր, առավել մեծ զարգացում է ունեցել 1966 թվականին։ Այն շենքը, որ այսօր մենք տեսնում ենք, այն ինստիտուտը, այն կառույցը, որ կա, իբրև մայր թատրոն, դա վերջնական ձևավորվել է 1966 թվականին։ Եվ Վարդան Աճեմյանը 4-րդ հարկում բացեց թատերական ստուդիա։ Իմիջիայլոց այդ ստուդիայից դուրս են եկել շատ մեծ անուններ, շատ հետաքրքիր անուններ։ Այդ ստուդիայում դասավանդել են ժամանակին գրեթե բոլոր հայտնի եւ լավագույն թատերական գործիչները։ Փայլուն անուններ եւ դասախոսական կազմից եւ ուսանողական կազմերից։ Եվ այո, նրանք եկել են, լրացրել են եւ նրանք ունեն այդ տարբերությունը բուհերում սովորող ուսանողներ, թեպետ բուհերի համար էլ փակ չենք, մենք համաձայնության հուշագիր ունենք ստորագրած եւ թատերական ինստիտուտի հետ համագործակցում ենք եւ մանկավարժական ինստիտուտի, այսինքն սա խնդիր չէ, մենք բաց ենք, մենք որևէ կերպ չենք կարող փակ լինել, բայց ամենօրյա ռեժիմով թատրոնը առավել հասանելի եւ առավել բաց է ստուդիայի ուսանողների համար։ Եվ այս ստուդիան մենք շատ ենք զարգացնելու, որովհետեւ աշխարհում կան լավ, հիանալի պրակտիկաներ, մենք ինքներս էլ ունեցել ենք շատ լավ պատմություն, ուրեմն դրանց համադրությամբ պետք է ստեղծենք նոր մի երևույթ եւ այդ ստուդիայի հետ ես շատ մեծ հույսեր եմ կապում։ Կներեք, իսկ մի հարց, այդ ստուդիայում կարող են սովորել նաեւ թատերական ինստիտուտում, մանկավարժական համալսարանում սովորողները, զուգահեռ իրենց կրթությանը կարող են նաեւ այդտեղ սովորել։ Այո, ի վերջո այո, կարող են, որովհետև տարիքային շեմը այնտեղ այնքան ցածր չի, որքան դասարան գումարած դասականի պարագայում է։ Դասարան գումարած դասականի պարագայում մենք դրել ենք 14-ից 18 տարեկան, բայց ստուդիայում ավելի մեծերն էլ կարող են սովորել։ Նու շատ մեծ չէ, բայց անհամեմատ ավելի մեծ։ Եվ դա հիանալի առիթ է ինքնադրսևորման, հիանալի առիթ է պրակտիկայի ձեռքբերման, եւ մենք այստեղ
առավելապես կենտրոնանում ենք մասնագիտական, զուտ մասնագիտական կրթության վրա։ Մենք ակադեմիական կրթություն չենք տալիս, բայց մասնագիտական առումով գերհագեցած կրթություն ենք տալիս։ Եվ ինչ վերաբերում է դերասանախմբին, մենք բավական մեծ դերասանախումբ ունենք եւ պիտի ասեմ, որ տարիքով մեր դերասանները շատ հանդուրժող են եւ շատ խանդով չեն նայում երիտասարդ սերնդին։ Ես կասեի հակառակը։ Գիտեք, շատ երբեմն ես նայում եմ նրանց հարաբերությունները, հետևում եմ եւ շատ հաճելի է այդ ամեն ինչը տեսնելը։ Ընկերական հարաբերություններ են եւ սա մի երևույթ է եղել իմիջիայլոց, որ անցյալում խանգարել է թատրոնի առավել զարգացմանը։ Հիմա այդ խնդիրը չկա, նոր երիտասարդներ են աշխատում եւ անընդհատ գալիս են երիտասարդներ, աշխատում են եւ հիմնական կազմում շատ երիտասարդ մարդիկ եւ նաեւ պայմանագրային հիմունքներով են աշխատում։ Այնպես որ սա է թատրոնի կյանքը, ես դա շատ նորմալ եմ համարում։ Ինչ վերաբերում է հարթակներին, որ դուք նշեցիք, այո, 2019 թվականին մենք բացեցինք Black Box-ը, որ ավերված էր, փաստացի ավերված, շատ տխուր, աղճատված, շատ վատ վիճակում էր։ Մենք հիմնանորոգեցինք ստեղծելով, փաստացի մենք ստեղծեցինք Black Box ձևաչափի փոքր թատրոն, որը շատ արագ դարձավ բազմաթիվ արվեստագետների սիրելի վայր։ Այնուհետև անցյալ տարի մենք ամռանը բացեցինք Պանո արվեստի տունը, Պանո արվեստի տուն եւ սրճարան, որը մեր թատրոնի գլխավոր հիմնական մուտքից երբ նայում ես ձախ անկյունով, ձախ կողմից մտնում ես եւ այնտեղ շատ գեղեցիկ դարպաս ենք դրել, ունենք հիանալի բակ, այս տարածքների մասին ոչ ոք չէր խոսում եւ չգիտեր, որովհետեւ այն եղել է արհեստանոցի երկաթագործության արհեստանոցի մի հատվածը եւ մյուս հատվածը պարզապես դարձյալ լքված, ջախջախված վիճակում։ Մենք երկաթային արհեստանոցը տեղափոխել ենք, չկորցնելով ոչ մի բան, եւ այդ հատվածը ամբողջովին դարձրել ենք ուղղակի մի օազիսի նման հետաքրքիր տեղ, մասնավորապես ազատ արվեստագետներին հյուրընկալելու վայր։ 2024 թվականի աշնանից այսօր տասնյակ միջոցառումներ ենք կազմակերպել։ Գրքերի շնորհանդեսներ, փոքր ֆորմատի ներկայացումներ, համերգներ, ցուցադրություններ, ինչ որ գիտեք։ Ազատ ինքնազբաղ արվեստագետը, որ մեզ դիմել է, կամ մենք ենք իրեն գտել, հնարավորություն է ունեցել ինքնարտահայտման եւ ես շատ բնական եմ համարում, որ հենց թատրոնը, որն իր մեջ ներառում է արվեստի բոլոր տեսակները, ուրիշ ով պիտի այս նախաձեռնություն աներ, եթե ոչ մենք, որպես երկրի գլխավոր դրամատիկական թատրոն, որպես առաջին պետական թատրոն, մենք ստեղծեցինք այս հարթակը եւ մեր արվեստագետները ազատ են ինքնացուցադրման։ Մարդ է, ստեղծագործող է, ունի ասելիք, չունի տեղ, խնդրեմ, մենք դրա համար ենք։ Առաջնախաղեր, ինչ ենք ունենալու այս տարի։ Առաջնախաղեր, բոլորովին վերջերս մի հետաքրքիր իմպրովիզացիոն ներկայացում արեցինք մեր շատ սիրելի եւ հարգելի ջազի վարպետ Վահագն Հայրապետյանի հետ, որ կոչվում է ջազ պոետիկա։ Ներառված են հայ դասական հեղինակներից մինչև ժամանակակից հեղինակները, որոնք կապվում են մի հետաքրքիր գծով, սկսած Չարենցից ու Իսահակյանից մինչև Հուսիկարա։ Մեծ պալիտրա է եւ մենք հասկացանք, որ մեզ շատ է պակասում սերը, մեզ շատ է պակասում դրական ազդակները հասարակության մեջ, կան բաժանումներ, կան միմյանց չհասկանալու բազմաթիվ դրսևորումներ, շատ հարցեր կան։ Մենք փորձեցինք այդ ամենը կապել իրար եւ եթե 3 բառով ամփոփեմ, կասեի սեր, ջազ, պոեզիա։
Բանաստեղծությունից բացի այլ տեքստ չկա, բանաստեղծությունն է հնչող տեքստը միակ, բայց գործողությունները այնքան հասկանալի են դառնում, որ դերակատարները լրացուցիչ բացատրության կամ լրացուցիչ բառ ասելու կարիք չունեն։ Ուրեմն մենք բանաստեղծությունները կառուցեցինք այդ ձևաչափի մեջ եւ այս ամենի հեղինակը Մանե Մկրտչյանն է եւ ստեղծեցինք շատ հետաքրքիր ներկայացում։ Այս պահին մենք հրավիրել ենք մեր հայրենակից Հայկ Կարապետյանին Լատվիայից, ով հրաշալի մի անուն է, հրաշալի մի շնորհքի տեր անձնավորություն է, ով բեմադրություններ է անում Հերմանիսի թատրոնում, իսկ դա Եվրոպայի առաջատար թատրոններից է, ով բեմադրություն է անում Լատվիայի ազգային օպերայում, ով բեմադրություն է անում ֆրանսիական թատրոններում եւ այլն։ Եվրոպայում առաջադեմ ստեղծագործող է, ռեժիսոր եւ AJ Weisbardin, ով ազգությամբ ամերիկացի է, բայց ստեղծագործում եւ ապրում է Իտալիայում, նա մեր բեմանկարիչն է եւ լուսային նկարիչն է, դարձյալ առաջնակարգ մասնագետ, լավագույն անունների հետ աշխատող մասնագետ։ Ուրեմն մենք այս ուժերին հրավիրել ենք եւ այս պահին իրականացնում ենք մի շատ հետաքրքիր ներկայացում, որ գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց ես կառաջարկեի ներկայացումը նայել ավելի, քան այդ անվան հետ շփոթվել։ Ներկայացումը կոչվում է Կարլ Մարքս, խոստովանություններ։ Սա բոլորովին կապ չունի այն Մարքսի ընկալման հետ, որ մենք ունեցել ենք այսօր։ Ներկայացումը հիմնված է Մարքսի նամակների վրա, եւ այդտեղ բոլորովին այլ մարդ է։ Այդտեղ բոլորովին այլ հարաբերություններ են, ընտանեկան, ընկերական, խնդիրների, որը մենք անվանել ենք կենսագրական տրագիկոմեդիա։ Կարծում եմ շատ հետաքրքիր, նորաոճ, նորաձև ներկայացում կունենանք եւ մեր թիմը շատ լավ աշխատում է, օգտվելով առիթից ես իրապես կուզեի շնորհակալ լինել մեր թատրոնի աշխատողներին, ովքեր նվիրյալներ են, պրոֆեսիոնալ նվիրյալներ են, ես այսպես կձևակերպեի, պրոֆեսիոնալ նվիրյալներ։ Մի կողմից մի ֆրոնտում աշխատում են Հայկ Կարապետյանի ներկայացման մեջ, մյուս ֆրոնտում դասավանդում են դասարան գումարած դասականում, մյուս ֆրոնտում ամենօրյա իրենց ներկայացումներն են։ Այսինքն կյանքը ստեղծագործական եւ մասնագիտական կյանքը գերհագեցած փուլի մեջ է։ Քանի որ մեզ լսում են մեր հայրենակիցները վանաձայնի եթերում, լսում են, դիտում են, ձեր խոսքն ուղված, դուք ծանոթ անձնավորություն եք Լիբանանահայությանը, ձեր խոսքն ուղված նաեւ մեր հայրենակիցներին։ Նախ ես շատ կարոտել եմ իմ հայրենակիցներին, ընկերներին, ովքեր Լիբանանում են։ Վերջերս տեսա, որ համազգային թատրոնն այնտեղ էր եւ ես իմ կենսագրությամբ կապված եմ այդ թատրոնի հետ, նրա գործունեության հետ եւ առաջին հյուրախաղերը կազմակերպել ենք Լիբանան եւ տեսա, որ շատ լավ է անցել, շատ ուրախացա։ Ուզում եմ ողջունել մեր հայրենակիցներին, ասել, որ նրանց յուրաքանչյուր խնդիրներով մենք ապրում ենք, երբ որ տեսնում ենք ժամանակ առ ժամանակ որոշակի ցնցումներ կան, նրանց ձեռքբերումներով ուրախանում ենք, ուզում եմ ասել, որ մենք միշտ իրենց սպասում ենք այստեղ, հայրենիքում, քաղաքամայր Երևանում, ուզում եմ, որ որևէ մեկ վայրկյան իրենց տոկունությունը պայքարելու իրենց կամքը չպակասի եւ իրենք վստահ լինեն, որ իրենք միշտ ունեն հենման կետ իդեմս Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն հարցազրույցի համար, ստեղծագործական հաջողություններ, դարձյալ կհանդիպենք, կներկայացնենք ընթացիկ ծրագրերը։ Ես էլ եմ շնորհակալ հարգելի Վահագ հրավերի համար եւ այս հետաքրքիր զրույցի համար։ Նմանապես։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայացք Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր Գաբրիել Սնդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Մկրտչյանը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։